Ողջույն բոլորին, ես Շողիկն եմ եւ դու դիտում ես Շոկ բլոգը։ Բաժանորդագրիր իրալիքին, սեղմիր զանգակը, որպեսզի բաց չթողնես իմ հետագա հաղորդումները, ինչպես նաեւ միացիր իմ Instagram-յան էջին։ Եվ այսօրվա հաղորդումը ուզում եմ սկսել մի հարցով. Ինչ եք անում դուք, երբ որ տխուր եք եւ տրամադրություն չունեք։ Գրեք մեկնաբանություններում, իսկ ես ասեմ, թե ես ինչ եմ անում։ Սկսում եմ ահա որ շատ ուտել, շատ քաղցր բաներ եմ ուտում, մոռանալով այն մասին, որ նիհարում եմ ու դիետա եմ պահում, այո, եւ այսօր հենց այդ օրերից մեկն է, երբ ես տխուր եմ, տրամադրություն չունեմ ու որոշել եմ ձեզ հետ միասին պատրաստել շատ համով քաղցր մի բան։ Պատրաստման համար մեզ անհրաժեշտ է բլենդեր, եթե հարց առաջանում ինչի եմ այդպես զգույշ ու դուք վարվում բլենդերի հետ, անցած տարի մեր բլենդերը ես եմ վառել, իրականում մամաս չգիտի, եղբորս վրա եմ գցել, եթե մամ ջան նայում ես, դե ինչ սկսեցինք, լցնում ենք 2 բաժակ կաթ, ավելացնում ենք 1.5 բաժակ ալյուր, կես բաժակ շաքարավազ, 3 հատ ձու, եւ չենք մոռանում միացնել բլենդերը, բայց շատ զգույշ, որ այս անգամ էլ չվառենք։ Դնում ենք սառնարանը 1 ժամով։ Մինչ խմորը սառնարանում է, պատրաստում ենք կրեմը։ Յոգուրտին ավելացնում ենք սերուցք եւ լավ խառնում։ Տաքացնում ենք թավան եւ սկսում պատրաստել մեր նրբաբլիթները։ Իմ վատ տրամադրությունից հետք անգամ չի մնացել, հիմա միասին կփորձենք ու կասեմ համեղ է ստացվել թե ոչ, որովհետև եթե անկեղծ առաջին անգամ եմ պատրաստում ձեզ հետ միասին, բայց ոնց կարա այս տեսքը ունեցող քաղցրավենիքը աղանդերը վատ համուլելը։ Իսկապես շատ համեղ է ստացվել։ Ուզում եմ ուտեմ էլի։ Հուսակ տրամադրությունս ոնց մի անգամից բարձրացավ։ Որ ինձ մնա այս ամբողջը կուտեմ։ Բայց քանի որ ես անգահ չեմ, կպահեմ նաև ընտանիքիս անդամների համար։ Եթե դուք էլ որոշեք պատրաստել այս համեղ աղանդերը, ապա նկարեք, գցեք ձեր Instagram-յան էջ, նշեք ինձ Instagram-ում եւ ես ձեր սթորիները կտեղադրեմ իմ Instagram-յան էջում։ Դե ինչ, կհանդիպենք հաջորդ շաբաթ, հաջողություն։ Նյամ։ Շատ համով է։